Երբ մտածում եք McDonald's-ի մասին, հավանաբար պատկերացնում եք ոսկե կամարները, միլիարդավոր բուրգերներ, մի խոսքով համաշխարհային հաջողության մի խորհրդանիշ։ Բայց ինչ կասեք, եթե իմանաք, որ այս ամբողջ կայսրությունը հորինող երկու եղբայրները վերջում մնացին առանց ոչնչի, որ նրանց ստեղծածը ուղակի խլեցին։ Իսկ այն մարդը, ում մենք գիտենք որպես հիմնադիր, իրականում պարզապես քաթնային կոկտեյլի միքսերներ էր վաճառում։ Սա ոչ թե ուղղակի բիզնես պատմություն է, այլ իսկական հոլիվուդյան թրիլեր՝ լի հանճարեղ խաղափարներով ու դավաճանությամբ։ Լավ, եկեք սկսենք մի պարզ թվացող հարթից։ Ըստ ձեզ, ինչ է վաճառում McDonald's-ը։ Բուրգերներ, ֆրի։ Եթե ձեր պատասխանը սա է, ապա պատրաստվեք զարմանալու, որովհետև նրանց իրական բիզնեսը բոլորովին այլ բան է։ Եկեք միասին պարզենք, թե որն է այս հսկայի գլխավոր գաղտնիքը։ Այո, ճիշտ լսեցիք, անշարժ կույք։ Բուրգերներն ու ֆրին փաստորեն ուղակի խայծ են։ Իսկական փողերը գալիս են հողից ու շինություններից։ McDonald's-ի ֆինանսական կայսրության հիմքը ոչ թե խոհանոցն է, այլ հողակտորները, որոնց վրա կանգնած են այդ ռեստորանները։ Բայց ինչպես ստացվեց այսպես։ Դե դրա համար պետք է գնանք ամենասկիզբ։ Ամեն ինչ սկսվում է երկու եղբայրներից՝ Ռիչարդ եւ Մորիս Մակդոնալդներից։ Նրանք տեղափոխվեցին Կալիֆոռնիա հոլիվուդյան երազանքներով, բայց կինոբիզնեսը չստացվեց, այնպես որ նրանք բացեցին մի փոքրիկ բարբեկյու ռեստորան։ Այն այնքան հաջողված էր, որ դարձավ գլխացավանք։ Անվերջ հերթեր, քաոս, սխալ պատվերներ։ Եվ հենց հաջողության գագաթնակետին 1948 թվականին նրանք արեցին մի խենթ քայլ։ Փակեցին իրենց գեր շահութաբեր ռեստորանը։ Ինչու՞։ Որովհետև հասկացել էին մի կարևոր բան. իրենց ողջ եկամտի 80%-ը գալիս էր ընդամենը մի քանի ուտեստից։ Այսպիսով նրանք դեն նետեցին ամեն ավելորդ բան ու ստեղծեցին մի բան, որը փոխեց ամբողջ արդյունաբերությունը՝ Սպիդի համակարգը։ Սա իսկական գործարանային հոսքագիծ էր բուրգերների համար, որտեղ յուրաքանչյուր պատվեր պատրաստվում էր ընդամենը 15 վայրկյանում։ Սա ուղղակի հեղափոխություն էր։ Պատկերացրեք, ողջ մենյուն 5 բան էր։ Վերջ, ոչ մի բարդություն, ոչ մի քաոս։ Այս ռադիկալ պարզությունը դարձավ այն հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց միլիարդանոց կայսրությունը։ Եղբայրները ստեղծել էին կատարյալ մեխանիզմ ու վայելում էին իրենց հանգիստ կյանքը, անգամ չկասկածելով, որ իրենց ճակատագիրը շրջել տվող մարդն արդեն ճանապարհին է։ Եվ ահա, մեր պատմության մեջ հայտնվում է մի նոր կերպար՝ Ռեյ Քրոկը։ Պետք է միանգամից ասեմ, նա ոչ խոհարար էր, ոչ ռեստորանատեր։ 52-ամյա Քրոկը ուղղակի մի անհաջողակ վաճառող էր, որը դռնեդուռ էր ընկել փորձելով վաճառել քաթնային կոկտեյլի մուլտիմիքսեր կոչվող սարքեր։ Նրա կյանքը մինչ այդ պահը անվերջ փորձերի մի շարան էր, բայց առանց մեծ հաջողության։ Մի խոսքով նա այն մարդկանցից էր, որ երբեք չի հանձնվում, եւ մի օր նրա համառությունը տվեց իր արդյունքը։ Նա մի անսովոր պատվեր ստացավ։ Մի փոքրիկ ռեստորան Կալիֆոռնիայից ուզում էր միանգամից 8 միքսեր, 8 հատ։ Քրոկը մտածեց, ով կարող է այսքան շատ կաթնային կոկտեյլ վաճառել։ Նա պետք է անձամբ գնալ ու տեսնել դա։ Երբ Քրոկը տեսավ Մակդոնալդ եղբայրների ռեստորանը, նրա աչքերը լայն բացվեցին։ Դա ռեստորան չէր, դա փող տպող մեքենա էր։ Նա տեսավ ոչ թե մեկ ռեստորան, այլ հազարավոր ռեստորանները ամբողջ Ամերիկայում։ Բայց եղբայրները, նրանք գոհ էին իրենց փոքրիկ, բայց կատարյալ աշխարհով։ Հենց այստեղ էլ բախվեցին երկու տարբեր փիլիսոփայություններ՝ համեստ հանճարներն ընդդեմ անզուսպ ամբիցիաներով վաճառողի։ Դե երկար համոզելուց հետո Քրոկը վերջապես ստացավ իր ուզածը՝ ֆրանչայզինգի իրավունքը։ Նա սկսեց McDonald's-ներ բացել ամենուր, բայց շատ շուտով հասկացավ, որ մի մեծ խնդրի մեջ է ընկել։ Նա կայսրություն էր կառուցում, բայց գրեթե փող չէր վաստակում։ Սա այն ամենն էր, ինչ նա ստանում էր։ Ընդամենը 1.4% ֆրանչայզիների վաճառքից, այն էլ եղբայրներին իրենց բաժինը տալուց հետո։ Սրանք ուղակի գրոշներ էին։ Պատկերացրեք, դուք ստեղծում եք մի բան, որը փոխելու է աշխարհը, բայց ավելի քիչ եք վաստակում, քան մի սովորական հավաքարար։ Ակնհայտ էր, որ այսպես շարունակվել չէր կարող։ Եվ հենց այստեղ հայտնվեց հանճարեղ ու միևնույն ժամանակ շատ խորամանկ մի գաղափար։ Քրոկի ֆինանսիստը նրան ասաց. «Ռեյ, դու բուրգերների բիզնեսով չես զբաղվում, դու անշարժ գույքի բիզնեսով ես զբաղվում»։ Գաղափարը պարզ էր՝ ստեղծել մի նոր ընկերություն, որը կգնի կամ կվարձակալի հողը, որի վրա պետք է կառուցվի McDonald's-ը, եւ հետո այդ հողը ավելի թանկ վարձով կտա ֆրանչայզին։ Սա Քրոկին տվեց երկու բան՝ փող եւ, որ ավելի կարևոր է, լիակատար վերահսկողություն։ Հիմա Քրոկը այլևս ուղակի միքսեր վաճառող չէր։ Նա ուժ ուներ, փող ուներ, իշխանություն ուներ, եւ նրա ճանապարհին մնացել էր ընդամենը մի խոչընդոտ՝ իրական հիմնադիրները Մակդոնալդ եղբայրները։ Մի օր նա զանգահարեց նրանց ու ասաց մի պարզ բան. «Ես ուզում եմ գնել ամեն ինչ, ասացեք ձեր գինը»։ Սա այն գինն էր, որ եղբայրները պահանջեցին՝ $2.7 միլիոն։ 1961 թվականի համար սա ուղղակի աստղաբաշխական գումար էր։ Յուրաքանչյուր եղբորը բաժին էր հասնելու 1 միլիոն, հարկերը հանած։
Քրոքի մոտ այդ փողը չկար, բայց դա նրան բնավ չկանգնեցրեց։ Նա գտավ այդ գումարը։ Բայց գործարքի մեջ կար մի, ինչպես ասեմ, ձեռքսխմումով պայմանավորվածություն։ Եղբայրները պնդում են, որ քրոկը բանավոր խոստացել է նրանց ցմահ տալ ցանցի ողջ եկամտի 0.5%-ը։ Բայց երբ խնդրել են դա գրավոր ամրագրել, քրոկը համոզել է, թե դա հնարավոր չէ։ Նրանք վստահեցին նրան ու այդ փողը այդպես էլ չտեսան։ Իսկ դա այսօր կկազմեր տարեկան 100 միլիոնավոր դոլարներ։ Կարելի է մտածել, թե այսքանով ամեն ինչ կավարտվեր, չէ՞։ Բայց ոչ։ Քրոկը վրեժխնդիր էր։ Նրան հանգիստ չէր տալիս այն փաստը, որ եղբայրներին թույլատրվել էր պահել իրենց ամենաառաջին ռեստորանը։ Եվ նրա սեփական խոսքերը լավագույնս նկարագրում են նրա մտադրությունները։ Եվ նա իր խոսքի տերը եղավ։ Նա արեց մի դաժան քայլ։ Բացեց մի փայլուն, նոր McDonald's հենց եղբայրների ռեստորանի դիմաց։ Իսկ եղբայրներն այլևս իրավունք չունեին իրենց ռեստորանը կոչել McDonald's։ Պատկերացնում եք, նրանք չէին կարող սեփական ազգանունն օգտագործել։ Մի քանի տարի անց նրանց The Big M ռեստորանը սնանկացավ ու փակվեց։ Սա դեռ ամենը չէր։ Պատմությունը, ինչպես գիտենք, գրում են հաղթողները։ Ռեյ Քրոկը սկսեց վերաշարադրել ամեն ինչ։ Նա իրեն հռչակեց հիմնադիր։ Նրա առաջին ֆրանչայզին դարձավ պաշտոնական McDonald's համար 1-ը, իսկ McDonald եղբայրների իրական առաջին ռեստորանը ուղղակի ջնջվեց պատմությունից, կարծես այն երբեք էլ գոյություն չի ունեցել։ Պետք է արդար լինել։ Ռեյ Քրոկը McDonald's-ը դարձրեց այն գլոբալ հսկան, որը մենք գիտենք այսօր, բայց նրա հաղթանակ ամեն գնով փիլիսոփայությունը դարձավ նաև ընկերության մշակույթի մի մասը։ Եվ այս մշակույթը ժամանակ առ ժամանակ հանգեցրել է շատ խոշոր սկանդալների, որոնք ցնցել են ընկերության հեղինակությունը։ Հիշում եք McDonald's-ի մոնոպոլիա խաղը, երբ բոլորը հավաքում էին կպչուն պիտակներ, մեքենա կամ $1 միլիոն շահելու հույսով։ Դե պարզվում է, որ այդ խաղը հաղթեն անհնար էր։ Ոչ թե դժվար, այլ բառացիորեն անհնար։ 10 տարուց ավելի խաղի անվտանգության ղեկավարը գողանում էր բոլոր հաղթող կտորներն ու վաճառում դրանք հանցավոր ցանցի, որի մեջ նույնիսկ մաֆիան էր ներգրաված։ Հետո եկավ 2004 թվականը եւ Super Size Me ֆիլմը։ Մի մարդ որոշեց փորձարկում անել 1 ամբողջ ամիս ուտել միայն McDonald's-ը։ Արդյունքը 12 կիլոգրամ ավելորդ քաշ եւ լուրջ առողջական խնդիրներ։ Ֆիլմը այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ McDonald's-ը ստիպված եղավ իր մենյուից ընդամենը 6 շաբաթ անց հանել Super Size չափսի տարբերակը։ Եվ այսպես մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղից սկսեցինք։ Չնայած ամեն ինչին, մինչ օրս McDonald's-ի պաշտոնական պատմությունը այն է, ինչ գրել է Ռեյ Քրոկը։ Ամեն տարի ընկերությունը նշում է հիմնադրի օրը, բայց գուշակեք, թե ում պատվին է այն։ Իհարկե Ռեյ Քրոկի։ Իսկ McDonald եղբայրները, նրանց անունները ոչ միտեղ չեն հիշատակվում։ Այսպիսով, ինչ ունենք արդյունքում։ Մի կողմից Ռեյ Քրոկը չի ստեղծել McDonald's-ը, մյուս կողմից առանց նրա անզուսպ ամբիցիաների McDonald's-ը ամենայն հավանականությամբ կմնար ընդամենը մի հայտնի ռեստորան Կալիֆոռնիայի մի փոքրիկ քաղաքում։ Եվ սա մեզ կանգնեցնում է մի շատ դժվար ու հավերժական հարցի առաջ, որի շուրջ կարելի է երկար մտածել։